Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Ի ուրախություն բոլոր չամուսնացած տղաների ստեղծվել է նոր ճաշատեսակ՝ Ազապ սանդալ։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարը սկսում է իր աշխատանքը։ Դուք անհամբեր սպասում եք իհարկե մեր հաղորդումներին, անհամբեր սպասում եք, թե ով է լինելու այսօրվա հյուրը, ինչ է լինելու այսօրվա հյուրի հետ, ինչ անակնկալ է պատրաստելու մեր հյուրը։ Իհարկե այդ ամենը կլինի նույնպես այսօր, որովհետև ունենք շատ հրաշալի հյուր, սիրելի հեռուստադիտողներ, եւ կարծում եմ այսօրվա հաղորդումը կլինի շատ գեղեցիկ եւ շատ յուրահատուկ, այնպես որ ինչ եք անում դուք այս պահին։ Դուք այս պահին դիտում եք Armenian Evening, ինչ ենք անում մենք այս պահին։ Մենք ոնց որ ասած տնական սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, ովքեր մշտապես մեր կողքին են, աջակցում են մեզ եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, ինչ անել։ Զանգահարում եք ձեր ծանոթները չգիտեն ինչ խորհուրդ տան, պետք չէ ոչ մեկին զանգարել, պետք չէ ոչ մեկին դիմել։ Դիմում եք 911 Detox Center կազմակերպությունը, որովհետև այստեղ աշխատակիցները երկար տարիների փորձ ունեցող մասնագետները կվերադարձնեն ձեզ լիարժեք կյանքի, եւ դուք երբևէ չեք ունենա որևէ վնասակար սովորություններ, այնպես որ եթե կա կախվածություն, կա վնասակար սովորություններ, 911 Detox Center-ը կօգնի ձեզ եւ դուք այլևս ոչ մի խնդիր չեք ունենա։ Հեռախոսահամար 409 900911։ Armenian Evening նախագծի հովանավորն է Armenian Maf Club-ը։ Մաֆիա խաղի սիրահարները հավաքվում են այստեղ, խաղում են բնականաբար մաֆիա խաղ, որը շատ սիրում են շատերը խաղալ իհարկե, որոնք չգիտեն, գալիս են, սովորում են եւ նույնպես խաղում են, եւ պարզապես հաճելի մարդիկ հավաքվում են միմյանց հետ, ծանոթանում են, մի խոսքով ակումբ, որտեղ հավաքվում են լավ մարդիկ, շփվում եւ հաճելի լավ ժամանակ անցկացնում։ Դուք նույնպես այդ ամենի մասնակիցը կարող եք դառնալ, ինչ է հարկավոր դրա համար։ Ոչինչ, պարզապես զանգարել 424 408 4040 եւ ասեք, որ Արմենն է տվե համարը։ Եվ այսօրվա շատ արագ նորություններ ընթերցեմ, սիրելի հեռուստադիտողներ, որը ընդգծել ենք այսօր եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Պարզվել է, որ Ճապոնիայում ուզում են պատժել այն ընկերություններին, որոնք հրաժարվում են բարձրացնել իրենց աշխատակիցների աշխատավարձները։ Պատկերացնում եք, եթե նման բան լիներ մեզ մոտ Հայաստանում, ինչքան ընկերություն կար, բոլորը պատժվելու են։ Ֆինլանդիայի մայրաքաղաքի կենտրոնում բանկերից մեկի պատուհանից եղջերուհի է նետվել։ Տեսնում եք, անգամ եղջերուհիները բանկի կրեդիտների ձեռքը չեն դիմանում։ Այսքան են մեր նորությունները, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ընդամենը մի քանի վայրկյանից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ ինչպես նշեցի, այսօր գեղեցիկ հաղորդում է լինելու, որովհետև այսօրվա Armenian Evening նախագծի հյուրն է երգչուհի, գեղեցկուհի եւ պարզապես երգչուհի գեղեցկուհի Յանա Գրիգորյանը։ Յանա ջան, բարի երեկո։ Ողջույն Արմեն ջան, շատ շնորհակալ եմ հրավերի համար, սիրով ողջունում եմ հեռուստադիտողներին եւ մաղթում եմ հաճելի երեկո։ Շնորհակալ եմ անչափ, ես էլ նույնպես ուրախ եմ եւ շնորհակալ եմ հրավերքս չմերժելու համար։ Իհարկե կզրուցենք, խոսենք այսօր շատ, կարծում եմ խոսելու շատ բան կունենանք։ Ես իզուր չասեցի գեղեցկուհի, որովհետեւ Յանան եւ արտակնապես իհարկե շատ գեղեցիկ է, բացի դրանից ինքը նաեւ, այ խնդրեմ դու մի քիչ ավելի մանրամասն ասես, Miss Գեզերք, միսերն է, այսպես ասած, բազմաթիվ մրցույթներ, խնդրեմ մի քիչ ավելի մանրամասնես, հետո խոսենք երգի մասին։ Սիրով, 2012 թվականին Հայաստանում մասնակցել եմ ֆոտոմոդելների մրցույթին, հաղթել եմ, առաջին տեղն եմ զբաղեցրել։ Հետո մի քանի տարի դադար եղավ, բայց մասնակցում էի նկարահանումների տարբեր։
2017 թվականին ստացա հրավեր եւ մեկնեցի միջազգային գեղեցկության մրցույթի Մալազիայում էր, Cosmopolitan World 2017 մոտ 40, եթե չեմ սխալվում, երկրների ներկայացուցիչներ էին մասնակցում։ Մրցույթը տևեց 20 օր ու բավականին հագեցած ծրագրով էր ընթանում, հետաքրքիր էր, շատ լավ հիշողություններ ունեմ, նաև շատ դժվար էր հոգեպես եթանալ։ Ինչ էի կանում։ Գիտեք, տարբեր փուլեր կան մրցույթի ընթացքում։ Մեկ անգամ ինչ-որ տարբեր հագուստներ, տարբեր հագուստներ ես ներկայացնում, ազգային հագուստ ես ներկայանում ես կուպալնիկ ներքնազգեստ, հա, չէ, ներքնազգեստ չէ։ Լողազգեստի փուլ կա, ինտելեկտուալ փուլ կա։ Մարդու մտքին ինչ կա, հայո։ Այդպես, ինքը հետաքրքիր բավականին մրցույթ էր, դժվար էր նաև, որովհետև մենք արթնանում էինք առավոտյան ժամը 6-ին եւ ամբողջ օրը վազքի մեջ էինք, վերադառնում էինք գիշերը երևի թե 1-ին, 2-ին։ Այսինքն 40 երկրից այսպես ներկայացուցիչներն էին, գեղեցկուհիներ էին հավաքվել այդտեղ։ Իսկ մի հարց տամ եւ արդեն անցնենք երկի։ Առհասարակ այդ գեղեցկության մրցույթները, հա, դե բնականաբար ժյուրի է ընտրում։ Ժյուրին կազմված է ինչ որ մի 10 հոգուց վերցնենք։ Ինչ սկզբունքներով է ժյուրին ընտրում հաղթողին։ Արմեն ջան, սուբյեկտիվ է դա թե օբյեկտիվ։ Գիտեք, ոնց տարբեր ուղղություններ կան մրցույթների մեջ։ Օրինակ, կարող եմ խոսել Miss Երկիր մրցույթի մասին, որը որ ՄԱԿ-ի հովանու ներքո է անցկացվում ու ուղղված է շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Այսինքն, այստեղ կարևոր է ոչ միայն գեղեցիկ լինես, արտաքնապես ներկայանաս, այլ նաև ինչ որ ծրագրերով ներկայանաս, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի պահպանությանը։ Կոնկրետ Miss Cosmopolitan-ը ավելի շատ ուղղվածությունը գեղեցկությունն էր, հա իհարկե ինչ որ ինտելեկտուալ փուլեր եղան, ինչ որ հարցեր տրվեցին։ Բայց 40 հատ գեղեցկու են, օրինակ ես ես տեսնում 40 հատ արտակնում գեղեցիկ, ոնց ընտրես լավին։ Դժվար է, բայց ընտրում են։ Ես պարզապես շատ վիճականություն դա դեռ 40-ն է, իսկ Miss Երկիր մրցույթին օրինակ, որի ես ազգային տնօրենն եմ մի քանի տարի շարունակ, 90 երկրներ են մասնակցել։ 90 երկիր։ Այո, 90 երկրների ներկայացուցիչներ։ Ինքը բավականին մեծ լուրջ մրցույթ է, նույն վարկանիշը ունի, ինչը որ Miss Աշխարհ, Miss Տիեզերք մրցույթները լավագույն համաշխարհային 4 գեղեցկության մրցույթների շարքին։ Յանա ջան, այսինքն այո, դու ասացիր, որ դու արդեն բացի դրանից ինքդ ես կազմակերպում եւ ազգային, հա, ազգային տնօրեն։ Ազգային տնօրեն, այսինքն ես իրավունք ունեի անցկացնել քաստինգներ, անցկացնել ազգային մրցույթներ, որի շրջանակներում ընտրում էի մասնակից, որը որ կարողանա ներկայացնի Հայաստանը միջազգային բեմահարթակներում։ Եվ այդպես։ Հա, այդպես 2017 թվականից առաջարկ ստացա ու մեկնեցի 2018 թվականին Հնդկաստան ու այդտեղից այդ ճանապարհը սկսվեց։ Շատ լավ։ Շատ լավ։ Դե հիմա անցնենք այնուամենայնիվ հիմա եւս մի այսպես ուղղվածություն երկի բնականաբար իսկ դժվար չէր այդ գեղեցկությունը, գեղեցկությունը չէ, բայց իհարկե այդ կազմակերպումը ավելի շուտ գեղեցկության համատեղել երկի հետ։ Չէ, Արմեն ջան, դժվար չէր, հակառակ, երևի ինչ որտեղ դաժե օգնում էր։ Ահա։ Հետաքրքիր էր ինձ համար անցնում, ինձ չի խանգարել երբեք իմ երգելու աշխատանքին։ Համատեղել եմ, սիրել եմ շատ երկու ուղղվածություններն էլ։ Դրա համար երևի թե Յանա ջան, ես միշտ այդ հարցը իհարկե մեր երկիչներն անպայման տա, որովհետև ինձ շատ հետաքրքիր է եւ այսպես զուգատիպություններ եմ միշտ անցկացնում առասարակ հիմքը, հա, սկիզբը ոնց է սկսվել, այսինքն քո մոտ երկի տեսանկյունից ինչպես է սկսվել։ Դե գեղեցկությունը կարծում եմ որոշակի առումով պարզ է, երբ որ դու արդեն գեղեցիկ ես, դու ինքդ կարող ես քեզ ներկայացնել, դա ասում ես ես գեղեցիկ եմ, այտենց պիտի ներկայանամ, էլի այտենց այդպեսի։ Իսկ տղամարդկանց մրցույթներ կա, որ ես էլ եի ուզում մասնակցել, ճիշտն ասած, եթե չէ։ Նաև տղամարդկանց գեղեցկության մրցույթների ազգային տնօրենն եմ եղել, այո։ Շատ լավ, այդ եւ մի տղա կա, որը որ բավականին շատ քանակի տիտղոսներով վերադարձավ Հայաստան, մի քանի գեղեցկության մրցույթի մասնակցեց, այո, Էդգար Կարապետյան, այո։ Մի քիչ ավելի Հայաստանում քիչ են այդ մրցույթները, քիչ են տղա մոդելները, պահանջարկն է ավելի քիչ, բայց կան։ Հա։ Շատ լավ, լավ։ Հիմա կցանկանամ հիմքը երկի ոնց, այսինքն
որոշեցիր, որ պետք է, այսինքն կամ ով յուղուց ընտանիքի անդամները տեսան այդ ուղղվածությունը եւ տեսան, որ լավ երգում է մեր երեխեն եւ փորձեցին, այդ խնդրեմ մի քիչ Ցավոք չէ Արմեն ջան, գիտեք ինչպես եղավ։ Ես դեռ մանկուց եմ երգել, այսինքն դպրոցական տարիներից դեռ չեմ դպրոցի ինչ-որ միջոցառումներին մասնակցել եմ, երգել եմ, շատ սիրել եմ ու միշտ երազել եմ այդ ուղղվածությունով շարունակեմ։ Բայց մաման շատ դեմ էր այդ մտքին, իրան թվում էր, որ դա լուրջ չի, ինքը ինձ միշտ խորհուրդ էր տալիս, որ երգ չի դառնի։ Այդ ամեն ինչը թող, ինչ-որ լուրջ աշխատանք, ինչ-որ լուրջ մասնագիտություն, ու հիշում եմ շատ լավ, այսօրվա պես հիշում եմ, որ պապային մի օր համոզեցի, ինձ տարավ վոկալի դասընթացների, ես վերադարձա, տեսա մաման արտասվում է, շատ ծանր տարավ ու դրանից հետո ցավոք սրտի, 11 տարեկան էր, թողեցի այդ ամեն ինչը, բայց այդ երազանքի մեջ ապրում էր ու երբ որ ես դպրոց ավարտեցի, ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետ, արդեն դա էլ ավարտեցի 24 տարեկան եմ երևի թե որ սկսեցի երգել, արդեն 12 տարի է ինչ երգում եմ։ Երբ որ արդեն հասկացա, որ սոժը չէ, մարդ պետք է զբաղվի այն աշխատանքով, որը սիրում է։ Ես ասացի կներեք, բայց ես պետք է շարունակեմ իմ սիրելի աշխատանքը, այո։ Եվ ես ուզում եմ անպայման մենք մի քիչ զրուցենք, որովհետև դու յուրահատուկ երգեր ես երգում, որովհետև նախ ռուսերեն նաև հիմնականում ռուսերեն երգում եւ հիմնականում ռուսերեն, բայց որոշակի առումով դա շանսոն ոճն է, չէ՞, եթե չեմ սխալվում։ Այո, հիմնականում շանսոնից էլ սկսել եմ, ինչ շատ հոգեհարազատ ոճ է։ Ինձ նույնպես ուզում եմ ասել, այո, ես սիրում եմ իհարկե այդ ոճը, բայց գաղտնիք չէ, որ մենք բազմաթիվ ունենք ի դեպ երգչուհիներ, ովքեր երգում են։ Նու բազմաթիվ չէ, մի քիչ երևի մի քիչ այսպես շատ ասեցի, բայց երգչուհիներ, այո, բայց այնուամենայնիվ շանսոնը դա որոշակի առումով տղամարդկանց ոճ է, չէ համարվում, որովհետև դե բլատնոյ, հա, այսպես ինքը Ես կարծում եմ երևի իմ մոտ այդ հատկանիշները կան, բնավորության գծերը կան։ Այո։ Դրա համար այդպես է ստացվել։ Բայց ամեն դեպս քեզ մոտ շատ լավ է ստացվում եւ մենք այսօր նույնպես այդ ամենը իհարկե կդառնանք այսպես տեղում հենց ամենը կտեսնենք եւ այսպես շարունակեցիր երգել եւ համատեղում էր երգելը եւ հաստորեն գեղեցկության մրցույթները։ Այո։ Նաև այդ ընթացքում հասցրեցի շատ հայտնի ամսագիր կար հնդկական, դառա այդ հնդկական ամսագրի պրոդյուսերը որոշ ժամանակով։ Հնդկական ամսագրի պրոդյուսեր։ Այո։ Ոնց։ Այո, հետաքրքիր շատ պերիոդ էր ու անգամ իմ աղջիկները, ովքեր որ մասնակցել էին, հայտնվեցին այդ ամսագրի շապիկին։ Այսինքն այդ հնդկական ամսագրի ներկայացները դիմեցին քեզ, որ դու պրոդյուսերություն անես։ Այո, այո։ Իսկ հետո ինչ պարզվեց այդտեղ պարզվեց, դե որտեղ հնդկական եթե գործոնը վերցնենք, պարզում է վերջում քուր եղբայր են դառնում, վերջում պարզվեց, որ հայկական է իրականում այդ ամսագիրը։ Յանա ջան, շատ լավ։ Հիմա մի քիչ այո դու խոսեցիր իհարկե, բայց դա էլ մի քիչ զրուցենք խոսքս իրավաբանության մասին։ Այնուամենայնիվ իհարկե լսեցիր դու մայրիկին, հա երևի, եւ դարձար իրավաբան մասնագիտությամբ, իսկ դա կարծում եմ էլի օգուտ է, որովհետև դեռ պետք չի եկել, միգուցե հետագայում պլաններ կան, տեսնենք ինչպես աստված կկանա։ Բանով ասեցիր, միգուցե պետք է։ Միգուցե պետք է, հա, որովհետև ինչ որ տենց նյուանսներից ելնելով կարծում եմ, որ կարող է մի օր պետք է։ Բայց հետաքրքիր է, այսինքն դու մասնագիտությամբ, այսինքն իրավաբան, այնուամենայնիվ հետաքրքիր ինքը մասնագիտությունն է։ Հետաքրքիր մասնագիտությունը, հա, եթե շարունակեմ, երևի քրական գծով ավելի շատ կշարունակեմ։ Եկեք մի անգամից շեղվենք այս թեմայով։ Դա ուղղվածություն է, քաղաքացիական ու քրական։ Այո։ Այսպես ավելի քրեականը ավելի է, այսպես այո, նախընտրում ես։ հետաքրքիր ավելի։ Բայց քաղաքացիականը ավելի մի քիչ Ավելի հեշտ է երևի, ավելի աղջկան համապատասխան է, բայց ես մի քիչ սիրում տարբերվել։ Շատ լավ, մենք արդեն զգացինք, որ դու շատ տարբերվող ես։ Յանա ջան, եւ արդեն այսպես երկար ժամանակ չի Միացյալ Նահանգներում ես գիտեմ։ Այո, սեպտեմբերին եմ եկել 2024 թվականին։ Այո, եւ այ հիմա դժվար չի, որովհետեւ ես իհարկե գիտեմ, որ յուրաքանչյուր ով տեղափոխվում է, այսպես էստեղ Միացյալ Նահանգներ, միշտ ժամանակ առաջին ժամանակը շատ դժվար է լինում, դե քեզ մոտ բնականաբար ակտիվ գործունեություն երգում ես։ Ես հիմա խոսում եմ դեռ Հայաստանի մասին, երգում էր, դե մրցույթներ այդ գեղեցկության այդ ամենը
թողել ես, թե դեռ շարունակվում է եւ կարողանում ես համատեղել այնուամենայնիվ։ Ճիշտ ասած, այստեղ բավականին բարդ է։ Ես սեպտեմբերին եկա, 1 ամիս ընդամենը կարողացա մնալ եւ վերադարձա Հայաստան, որովհետեւ այդ կարոտի զգացողությունը, կապվածությունը բավականին բարդ է յուրաքանչյուր մարդու համար, երբ որ կտրուկ թողնում ես ամեն ինչ ու գնում ես ուրիշ օտար տեղ ու այդ ամեն ինչը փորձում ես սկսել զերոյից, շատ դժվար է։ Ես մտածում եմ, որ ավելի ուժեղ եմ, բայց այստեղ հասկացա, որ չէ, ինձ այդ ամեն ինչը ոնց որ մի փոքր կոտրեց, չգիտեմ հետագայում ինչ կլինի, բայց ամեն դեպքում հա, շատ դժվար է։ Դե ես կարծում եմ դու այնուամենայնիվ իհարկե դու ինքդ նշեցիր, որ դու շատ ուժեղ ես եւ կարծում եմ այդ ամենը իհարկե կհաղթարես, ես ավելի քան համոզված եմ։ Բայց ես ուզում եմ նաեւ այստեղ մեր հերոստադիտողներին կամ բոլոր նրանց, ովքեր մեզ այս պահին դիտում են, որ փաստորեն Յանը ջան, դու այդ ոճը, որ դու երգում ես շանսոն ռուսը, այստեղ այնուամենայնիվ տարածված չէ։ Եվ տարածված չէ եւ ինչու ոչ, եթե կան մարդիկ, ովքեր հետաքրքրված կլինեն, իհարկե կարող են դիմել, որովհետեւ ունենք արդեն այսպես տիպի եւ կարծում եմ այստեղ կան առաջարկներ առհասարակ, թե դեռ ընթացքում է, դեռ որտեղ քիչ է ժամանակ։ Այս պայծրությամբ հա, քանի որ քիչ ժամանակային եկել եմ, դեռ չէ, պետք է անկեղծ գտնվեմ, որովհետեւ հա ճիշտ նշեցիք, պանջարկը այստեղ ավելի քիչ է, քան Հայաստանում։ Անկամ Հայաստանում այս վերջերս շանսոնի այն ժամանակ ավելի տարածված էր, այս վերջին տարիներին նկատել եմ, որ շանսոնը այդ ոճը մի քիչ անկում է ապրում, հա։ Չգիտեմ ինչով է պայմանավորված։ Չեմ կարող ասել, բայց այն տարիներին, որ նոր էի սկսում 12 տարի առաջ, այն ժամանակ պանջարկը ավելի շատ էր։ Հիմա գիտես, ես նաև նկատել եմ, որ անգամ այն երգիչները, դե հիմա չեմ խոսում ես այն, որ հենց շանսոն, բլատնո երգեր են երգում, բայց այն երգիչները, ովքեր շանսոն են երգում, որոշակի առումով էլի ոնց որ մեր երգիչները, հա, էստրադային երգիչները անցան, հա, այսպես 6-8 տարբերակին նույն տիպի կա հասկացություն կավկասկի շանսոն, որ էլի 6-8-ի ոճն է, նույնպես անցում եղավ այն։ Ես էլ այդ անցումը արեցի, այո, որովհետև պահանջարկ կա, ուզած չուզած, այո, պետք է հարմարվես։ Այո, ստիպված է։ Ես էլ անցա դրան։ Այնպես որ սիրելի հեռուստադիտողներ, այո, Յանա Գրիգորյան այստեղ է, այնպես որ Յանան սիրով իհարկե, եթե կլինի առաջարկներ, անպայման կարծում եմ այս հրաշալի իր երգով բոլորին իհարկե կուրախացնի կարծում եմ։ Իսկ այստեղ այ գեղեցկության մրցույթի վերաբերյալ մտածում ես ինչ որ պլաններ, թե մի քիչ այստեղ այնուամենայնիվ դա մի քիչ ուրիշ աշխարհ է, հա, դժվար է։ Ուրիշ աշխարհ չի։ Չի, որովհետև այդ միջազգային մեծ մրցույթները, 4 միջազգային մրցույթները ամենահեղինակավոր, իրանք հիմնականում անցկացվում են ասիական երկրներում։ Ինչով է դա պայմանավորված, այնտեղ չեմ կարող ասել, բայց այնտեղ իրանք ավելի շատ են այդ ամեն ինչին, ավելի լուրջ են վերաբերվում, չգիտեմ ինչով է պայմանավորված։ Ասիական երկրներում է հիմնականում, այո, այդ 4 մրցույթները, որոնք նշեցի, միս աշխարհ, միս տեզեր, իրենք անցկացվում են ավելի շատ ասիական երկրներում։ Այսինքն ես էլի որոշել եմ շարունակեմ, COVID-ից հետո մի փոքր դադար եղավ, ցավոք, 20 միջազգային մրցույթների տնօրեն եմ եղել, Miss International, Miss Երկիր, այդ հեղինակավոր մրցույթների մասին է խոսքը էլի, որոնք այո։ Հիմա նորից որոշել եմ շարունակեմ ու հիմա քաստինգ եմ անցկացնում այստեղ Միացյալ Նահանգներում թե ընդհանրապես չէ ընդհանրապես աշխարհում եք այո բայց եթե կան հայ աղջիկներ 18-ից թեկուզ հայ աղջիկներ 18-ից մինչև 28 տարեկան 1.67 եւ բարձր հասակով 1.67 այստեղ պետքա փոխել ահա դա դեռ դժվարանում եմ միտեր 5 սանտիմետրի մասին է խոսքը այս պարագայում եթե կան հայ աղջիկներ որոնք ցանկանան մասնակցել հոկտեմբերին Չինաստանում տեղի կունենա Face of Beauty International մրցույթ եւ այս պատմությամբ ես կակրաս քաստինգի մասին եմ մտածում այո որովհետեւ ընտրամ հայ մասնակից ես ուղղակի հիմա այսպես հաշվարկ եմ անում 1.67-ը մոտավորապես դա 5.8 Հա, ճիշտ է, ճիշտ։ 5.8 մի անգամ։ Ահա, այնպես որ 18-ից 28 տարեկան մեր գեղեցկուհիները նույնպես կարող են մասնակցել, այո, դիմեք,
Եվ ոչ միայն հայույներ, առհասարակ, չէ՞։ Հիմնականում եղել են նաև ուրիշ երկրների ներկայացուցիչներ, որոնց ազգային տնօրենը նորից ես եմ եղել, բայց այս պայծրությամբ հայ մասնակից եմ ավելի շատ փնտրում։ Շատ լավ։ Ահա, մի խոսքով բուրըն գործունեություն այնուամենայնիվ չնայած դժվարություններին, չնայած իհարկե այս նոր փուլ, նոր կյանք ամեն իհարկե դժվար է, բայց դու իհարկե շարունակում ես, աշխատում ես եւ կարծում եմ դեռ ամեն ինչ արժևում է եւ ամեն ինչ շատ լավ կլինի, չէ՞։ Շնորհակալ եմ։ Շատ լավ։ Յանա ջան, ես հիմա կցանկանամ, որպեսզի մենք իհարկե այսօր վայելելու ենք դեռ երկի մասին խոսենք քիչ ուշ, հիմա ուզում եմ էլի երկին անդրադառնանք։ Մեր հաղորդման երկրորդ էջին մեր երկչույների հետ, երկիչ-երկչույների հետ, մեր հյուրերի հետ մի փոքրիկ խաղ ենք անցկացնում։ Խաղը ավելի զվարճալի է, այսպես հումորային է։ Լսելու ենք 3 երգ ենք լսելու եւ միշտ բազմիցս ասել եմ եւս մեկ անգամ ուզում եմ կրկնել, մեծ նշանակություն չենք նայում ով է երգում, դա ոչ մի կապ չունի, որովհետեւ բոլորը մեր շատ լավ ընկերներն են։ Պարզապես լսում ենք երգի բառերը։ Երգը ընդհատվում է։ Ահա։ Եվ 4 տարբերակ շարունակության ես քեզ ասելու եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Կփորձենք միասին իհարկե 3 հնարավորություն ունենք։ Չէ, 4 տարբերակ քեզ ասում եմ, մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ 3 երգ։ Հա, 3 երգ, այո, 3 երգ։ Առհասարակ եղել են երբևէ երգեր գրել ես, թե ինքդ քեզ համար։ Դու ես գիտեմ, որ դու հեղինակային երգեր էլ ունես։ Այո։ Այո։ Դե խոսենք իհարկե, բայց կարծում եմ դրա համար մի քիչ ավելի քեզ հեշտ կլինի այնուամենայնիվ։ Ես գրել եմ բանաստեղծություններ, երկար տարիներ է, մուսած չէր գալիս։ Ես եկա այստեղ ու այդ վարդ պերիոդը իմ համար շատ, այդ համակերպվել եւ այլն ստրես էր շատ ամեն ինչ դժվար էր ինձ համար, բայց այստեղ Երևանի մասին այո երգ եմ գրել ու հենց վերադառնամ Հայաստան անպայման կներկայացնեմ։ Յանա ջան, իսկ հիմա մի փոքրիկ հատված քո բանաստեղծությունից կարող ես հիշել թե Հիմա չէ, այսպես շատ լավ։ Դե այդ դեպքում կսպասենք այդ երգին Երևանի մասին, միանշանակ իհարկե։ Դե մենք խոսենք իհարկե քո հեղինակային երգերի մասին ու դրում ես, բայց համենայնիվ հեշտ կլինի նաև այս մեր փոքրիկ մրցույթը հաղթարը, լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Յանայի հետ միասին անցնում ենք մեր հաղորդման հաջորդ էջին եւ դուք նույնպես իհարկե ակտիվորեն մասնակցում եք։ Հաճախակի դուք գրում եք, ասում եք Արմեն ջան, հերիք է օգնես հյուրերին, հերիք է թող իրենք գուշակեն ճիշտ տարբերակները։ Ես լիովին իհարկե կիսում եմ ձեր կարծիքը եւ համարյա թե չեմ օգնում մեր հյուրերին, բայց փորձում եմ ամենայն դեպս։ Եվ այսպես խնդրեմ առաջին երգի հատվածը միասին լսենք։ Սիրուցը տայված, քո սիրուց տարված, խելագարի պես, խնդրում եմ ես քեզ, դու ինձ մոտարի, ես քեզ եմ կանչում, հավատա իմն է։ Հավատա իմն ես, մինչև այդ ինչ-որ բառեր էր անհասկան, հավատա իմն ես, քեզ չեմ մոռանում, հավատա իմն ես, քեզ եմ ես սիրում, հավատա իմն ես, believe me իմն ես, ինքը եկել աստե արդեն երկու սկսել եմ արդեն անգլերեն խոսել եւ հավատա իմն ես չես հավատում քուանշ երկրորդ տարբերակ երևի թե չգիտեմ քեզ եմ ես սիրում այո իսկ believe me իմն ես չէ որովհետեւ գիտես կան մարդիկ ովքեր նոր սկսում են սովորել բառ եւ միշտ այդ անգլերեն բառեր օգտագործում են նախորդ որտեղ դու իրավաբան մարդ ես այսինքն ոչ թե քեզ ասում են իրավաբան այլ ասում են lawyer Ասա տարբերությունը։ Դու փորձեցիր ինձ օգնես։ Չէ, բացարձակապես կարող ես։ Լավ, ես փոխեմ ուրեմն այդ դեպքում իմ կարծիքը։ Նախորդ ոնց վերջացավ երգը որ հավատա իմն ես, քեզ չեմ մոռանում առաջին տարբերակը եւ քեզ եմ ես սիրում։ Իմն ես, որովհետեւ ռիֆմայի առումով ինքը տենց իմն ես տենց կերքի քո կարծիքով։ Չեմ կարող ասել, բայց դե մարդ ես հնարավոր։ Կամ այդ երկրորդ տարբերակն է, կամ believe me իմն ես։ Բայց քեզ չեմ մոռանում է բա։ Չգիտեմ։ Հավատա իմն ես, քեզ չեմ մոռանում։ Նա պետքա կողմնորոշվեմ այդ երկու Հա, ու պետքա ճիշտ ընտրես։ Ես ուզում եմ դու ճիշտ ընտրես։ Ես հորդը իհարկե մեր հեռուստադիտողների հորդը։ Դե լավ, եկեք թողնենք երկրորդ տարբերակը։ Քեզ եմ ես սիրում։ Նու հա, փորձ։ Իսկ քեզ չեմ մոռանում, չէ՞։ Դու ինչ շեղում ես հիմա։ Ես քեզ չշեղում, ես քեզ չեմ մոռանում։ Դու ինչ շեղում ես։ Ես քեզ չեմ մոռանում։ Չէ, լավ, թողնենք երկրորդը։ Քեզ եմ ես սիրում։ Հիմա որ ես ինչ որ պարտվել Չէ, հələ որ ես մեկն է, դեռ երկու հատ երգ ունենք, այսինքն Իսկ եթե բոլորը սխալ ասեմ։ Ես 0-3 կպարտվենք եւ կանցնենք առաջ։ Ոչ մի խնդիր։ Հա, դե լավ։
Չէ, ինքը շատ մենք ուղղակի պարզապես իրար հետ փոքրիկ խաղ։ Ես չեմ ուզում, բայց դու պարտվես։ Ես էլ չեմ ուզում, բայց դե եթե դու չես ուզում պարտվես, ուրեմն պետք է մտածել։ Հավատա իմն ես, քեզ չեմ մոռանում, քեզ եմ ես սիրում։ Արես երկու տարբերակից մեկ ընտրենք։ Դե եթե դու ինձ չգիտեմ, ասենց շեղում ես, ես չեմ կողմնորոշվում։ Բայց չէ, լավ, դու ինձ հիմա փորձում ես երևի թե օգնես։ Ես։ Բայց չգիտեմ, լավ, թողնենք, չէ, ես կմնամ իմ կարծիքին։ Քեզ եմ ես սիրում։ Հա, չգիտեմ ինչ։ Հավատա իմն ես, քեզ եմ ես սիրում, այս տարբերակ ընտրեց Յանան։ Մենք հիմա կլսենք ճիշտ տարբերակը, բայց հետո երկու հատ երգ ունենք, այդ երկու երգը պետքա հաղթենք։ Այս մեկը որ պարտվենք, ոչինչ։ Օ։ Խնդրեմ, ճիշտ տարբերակը միասին լսենք։ Դու ինձ մոտարի, ես քեզ եմ կանչում, հավատա իմն ես, քեզ չեմ մոռանում, դու ինձ մոտարի, ես քեզ եմ կանչում, Շատ ափսոս, շատ։ Ոչինչ։ Բայց դու փորձեցիր ինձ օգնել, Քեզ չեմ մոռանում, բայց 1-0 պարտվենք, բայց ոչ մի խնդիր չկա։ Շարունակենք։ Շարունակենք, հիմա ավելի Յան ջան, ավելի լուրջ հիմա մոտենանք, կարողանանք, որպեսզի այո։ 1-0 առայժմ պարտվում ենք, բայց իհարկե դա առայժմ, որովհետև ամեն ինչ արժևում է եւ իհարկե մենք հիմա կփորձենք ճիշտ կռահել ճիշտ տարբերակները եւ խնդրեմ երկրորդ երգն ենք լսում։ Իսկ իմ սերը քաղցր է, անկարող եմ ես։ Թաքցնել անկարող եմ ես երևի, հա։ Չէ, իսկ իմ սերը քաղցր է, անկարող եմ ես, հետո գնաց հիմա։ Համբույրներ, քեզ ուզում եմ նվիրել։ Ահա։ Առաջին տարբերակը, երկրորդը պաչիկներ, քեզ ուզում եմ նվիրել։ Ահա։ Երրորդը փուչիկներ, քեզ ուզում եմ նվիրել, եւ վերջապես ամենակարևորը բայ արած մեքենա քեզ ուզում եմ նվիրել։ Առաջին տարբերակ, համբույր։ Բայ արած մեքենա ուրեմն պետք չի։ Բայ արածը կասում, բայց բայ արած pay-off արած մեքենան ավելի լավ է։ Առաջին տարբերակ միանշանակ։ Համբույրներ։ Այո։ Պաչիկներ չենք ընտրում։ Չէ։ Իսկ փուչիկներ։ Չէ։ Բայց այս փուչիկները գալիս է։ Փուչիկներ, փիրում փուչիկներ։ Ու միշտ այդ փուչիկները որ վերցվեց, միշտ մեկը կտրակում է։ Միշտ միջոցառումների ժամանակ միշտ փուչիկներից մեկը տրակում է ու վախացնում են բոլորին։ Յան համբույրներ, պաչիկներ չենք մտածում։ Ոչ մի կերպ ասենք քեզ չեմ փորձում համոզել, որ պաչիկներ։ Չէ։ Իսկ իմ սերը քաղցր է, անկարող եմ ես, համբույրներ, քեզ ուզում եմ նվիրել։ Համբույրներ կարող են նվիրել։ Մի րոպե, իսկ երկրորդ տարբերակը ոնց է վերջավորությունը։ Պաչիկներ, չէ, նույնն է։ Հա, համբույրները դեպքում, եթե նույնն է վերջավորությունը։ Համբույրներ։ Համբույրները, բայց չեն նվիրում, երևի ավելի շուտ պաչիկներն են նվիրում։ Ինչի՞։ Ավելի դենց գրական է համբույրներ։ Չգիտեմ։ Ես ունակ պատկերացնում ես, քեզ հարազատ մարդու հետ ասում ես, քեզ ուզում եմ համբույրներ։ Լավ, այս անգամ ես քեզ ուզում եմ պաչիկներ։ Չէ, ես իհարկե չեմ համոզում քեզ, բայց քո սիրած ազնվորության մարդու դու ոնց կասես, ես քեզ ուզում եմ համբույր նվիրեմ, թե պաչիկ նվիրեմ։ Պաչիկ, ավելի անմիջական։ Իհարկե, հարազատ մարդու սպասում որ դու բայ արած մեքենա։ Այն առաջին սխալից ելնելով, այս անգամ ես քեզ քանի որ էլի փորձում ես ինձ օգնես, շոտիկ է երևի երկրորդ տարբերակ։ Բայց գիտես, ես ինձ մեկ փիս բնավորություն ունեմ։ Խոսում ես կապես։ Հանես մեկ էս։ Ինչ լինի, ինչ հարած։ Իսկականից։ Պաչիկներ, քեզ ուզում եմ նվիրել այս տարբերակը ընտրեց Յանան, չնայած ինքը ճիշտ տարբերակներ ընտրում համբույրները։ Բայց էլի լսեց ինձ, լսեց այս անգամ, բայց ընտրեց պաչիկները, հիմա լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք վերջին երրորդ հատվածին։ Խնդրեմ։ Մերսի շատ։ Չէ, դու ես բացարձակ քեզ չէի օգնել, դու Գիտե ով է երկում ես երկը չի։ Մենք անգամ չենք այսպես չգիտենք ով է երկում, բայց շատ լավ է երկում։ Մեկ պատրաստ ես։ Մեկ, այո։ Մեկ, այ հիմա ամենա դնդմ այն որ ասինքն սկսում է սիրտը խփել այսպես դդմ արիթմիա է մոտ արդեն այսպես շողացող արիթմիա։ Կա տենց հասկացում։ Մրցածելն արիթմիա, այո։ Մրցածելն շողացող արիթմիա։ Դա շատ լավ գիտեմ բժշկությունից։ Պատրաստ ենք։
Այո։ 1-1 եւ վերջին երրորդ հատվածը միասին հիմա լսում ենք Յանայի հետ եւ փորձում ենք ճիշտ տարբերակը գուշակել, խնդրեմ։ Ոնց եմ ես քեզ սիրելու, ձեռքիս վրա պահելու, վերջապես ես քեզ կասեմ, առաջինը, որ մեր տուն քեզ հարց տանեմ, Չէ։ երկրորդը, վերջապես ես քեզ կասեմ, վախ քո ցավը ես տանեմ։ Այո, դա է, որտեղ ծանոթ երգեր։ Բայց այդտեղ ուրիշն է կա։ Դու ծանոթը նայ, սա երգում է մեր շատ լավ ընկերը Կարենը Բոքսյան, Կարեն ջան, ջեր ողջուններս քեզ։ Կարենը մի քանի տարբերակ ունես երգի։ Հա։ Հիմա մյուսները լսի։ Մյուսները։ Լավ։ Վերջապես ես քեզ կասեմ, բայց վատիկը չես ասեմ։ Տենց տարբերակ չունի Կարենը։ Արնա, բայց չի։ Չեմ լսել ես։ Եվ վերջապես ես քեզ կասեմ, կին ու երեխա ունեմ։ Իմ ասած տարբերակն է միանշան։ Բայ ես կցավը տանեմ։ Այո։ Բախ կցավը ես տանեմ։ Ոչ մի չէ, այսինքն որ մեր տուն քեզ հարց տանեմ, այդ տարբերակը չեն Չէ, որտեղ ես երկին ծանոթ եմ շատ լավ ու գիտեմ որ տարբերակն է, այնպես որ ես հաղթեցի։ Հա, դու տենց Հա, վստահ եմ։ Յանա ջան, ես իհարկե կլսենք հիմա կտեսնենք, բայց պարզապես եւս մեկ անգամ ուզում եմ քեզ հիշեցնել, որ այս տարբերակը Կարենը եկել է մի քանի տարբերակով։ Եվ մենք սովորաբար երբ մեր հաղորդումների ժամանակ ընտրում ենք այն տարբերակները, որը որոշակի առումով գուցե տրամաբանական չի, բայց էտա։ Չէ, ես մեկա կանտրամ երկրորդ։ Շատ լավ։ Յանան ասեց, որոշեց, այդպես է դժվար է քեզ առասարակ ապակողնորոշել։ Երբեմն հա, անկեղծ պետք է լինում, հա, լինում է։ Բայց եթե սովորաբար դե իրավաբան ինքը մի քիչ դժվար է։ Դե հա, բայց երբեմն դրա համար ասեցի անկեղծ լինում, լինում է, որ այո, այդպես։ Վերջապես ես քեզ կասեմ, վախ քո ցավը ես տանեմ այս տարբերակ ընտրեց։ Յանան ճիշտ է, դա թե ոչ մենք լսենք եւ անցնենք առաջ։ Ահա։ Բրավո, բրավո, այ այսպես պարտվելով 0-1 հաշվով կամայական հաղթանակ տարավ այսօր Յանան։ Տեսնում ես որ դու ուժեղ ես եւ դու հաղթելու ես ամեն հարցում, այդպես։ Շատ լավ։ Յանա ջան, հիմա մի քիչ արի խոսենք, մենք իհարկե զրուցեցինք մոտակա որոշակի պլանների մասին առասարակ։ Դե փաստորեն մի քիչ ավելի կոնկրետացնենք, փաստորեն երկ պետք է Երևանի մասին պատրաստում ես նոր երկ։ Այո։ Իսկ նաև այստեղ գործունեություն ես ուզում ծավալել այնուամենայնիվ երգի եւ բարի, հա, ներողություն, երգի եւ գեղեցկության մրցույթի վերը։ Փորձես ամեն դեպքում կստացվի, բայց հա, կփորձեմ ամեն դեպքում։ Իսկ էլի կան ինչ որ պլաններ առասարակ, թե առայժմ ուզում ես այս ամեն իրականացնել։ Այստեղ հետ կապված։ Դու այստեղի եւ առասարակ, ոչ միայն այստեղի, այո, ոչ միայն այստեղի, որովհետեւ դու ես շատ լավ հասկանում եմ, որ այն ամենը, որ անում ես Հայաստանում, դեռ նույնպես շարունակում ես անել։ Այո։ Որտեվ դա չես թողել եկել ես էլի ամենը։ Այո, պլաններ կան։ Առհասարակ չեմ սիրում նախապես խոսել, քանի դեռ չի եղել։ Մի փոքր կարող ասեմ հավատեմ։ Դե լավ կներկայացնեմ, ինչ լինի։ Ապրիլին պլանավորում եմ, ապրիլին կամ մայիս ամիսներին պլանավորում եմ մեկնել ՍՆԳ երկրներ, Պիտիգորսկ, Կրասնոդար եւ այլն, տեսնենք ինչ դրանից կստացվի եւ նաեւ այնտեղ կփորձեմ ծավալել իմ գործունեությունը, նաեւ որոշել եմ հարսանիքներ, տարբեր միջոցառումներ վարեմ։ Այդպես էլ կներկայանամ շուտով։ Հետաքրքիր եւ ինչու ոչ, այո, շատ հետաքրքիր կլինի, կարծում եմ բանջար կլինի։ Հուսանք։ Որտեւ տաղանդը պետք չէ, այսինքն չնայած տաղանդը միշտ էլ կերևա, կա տաղանդը շարունակվում է, բայց այնուամենայնիվ իհարկե այդ ամենը դուք իրականացնես, ես համոզված եմ։ Եվ Յանա ջան, մեր հաղորդման ավարտին, այ հիմա մի փոքրիկ անցնենք այն ամենի, ինչ մեր մշտապես մեր հյուրերին խնդրում ենք այդ անակնկալը մեզ մատուցել եւ իհարկե քեզ նույնպես կխնդրենք այսօր մի հրաշալի երգ մեզ նվիրես։ Մենք խոսեցինք իհարկե բազմաթիվ երգեր ես դու, ես լսել եմ շատ հրաշալի երգեր, իհարկե քո հեղինակային երգերը նույնպես շատ հրաշալի երգեր են։ Կարող եք լսել YouTube-ան էջում, Յանա Գրիգորյան, այո, կարող եք լսել, ծանոթանալ։
Եվ բայց այսօր մի երգ կլսենք, որը այսպես ես առիթ եղավ լսեցի եւ շատ հրաշել է սա երգ, շատ ճանաչված մի երգ է, որը պատմում է կնոջ հոգեվիճակի մասին։ Այսպես կանոչ Չբացենք փակագծերը չենք բացում, որովհետև մի անգամից դուք այդ երգը որ լսեք արդեն կիմանաք, որ երգի մասին է գնում, խնդրեմ։ Դու պատրաստվի Յանա ջան, դու կարծում արդեն հասկացար, որ երգի մասին է խոսքը գնում, չնայած Յանան չգիտեր իհարկե մենք ինչ ենք խնդրելու, բայց մոտավոր արդեն հասկացավ։ Դու պատրաստվի Յանա ջան, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ, ես եւս մեկ անգամ ուզում եմ սիրով ներկայացնել եւ խոսել մեր հաղորդման հովանավորների մասին։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը։ Եթե ձեր շրջապատում կամ դուք ունեք խնդիր, ունեք վնասակար սովորություններ, ունեք կախվածություն եւ ցանկանում եք ձերբազատվել, 911 Detox Center-ը կօգնի ձեզ։ Այստեղ աշխատում երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, որոնք այստեղ աշխատում են այս կազմակերպությունում, կօգնեն ձեզ, կվերադարձնեն լիարժեք կյանքի։ Կա խնդիր 911 Detox Center-ը չկա խնդիր։ Հեռախոսահամարն է 409 9911։ Մեր նախագծի գործընկերն է Armenian Maf Club-ը, մաֆիա խաղի սիրահարները կարող են միանալ ակումբին, խաղալ միասին մաֆիա կամ պարզապես հաճելի լավ ժամանակ անցկացնել։ Հեռախոսահամար 424 408 40 40։ Յանա ջան, մենք պատրաստ ենք։ Այո։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, հենց այս պահին AMJ հեռուստաընկերության ուղիղ եթերում Armenian Evening հաղորդաշար Յանա Գրիգորյան ճանաչված երգ, որը այս պահին մեզ բոլորս կվայելենք Յանա Գրիգորյանի կատարմամբ եւ եկեք պարզապես միասին լսենք եւ ես կարծում եմ անտարբեր ոչ ոք չի թողել, ոչ ոք չի կարող մնա անտարբեր լսելով Յանայի կատարմամբ այս հրաշալի երգը։ Խնդրեմ։ Մեծ սիրով։ Դու ինձ հաճես երգի։ Այո։ Գնացինք։ Если бы ты знал, как мне жаль, если бы ты знал, как болит, если бы ты видел печаль мою в лицо, ты бы узнал, что она говорит. Да не важно, что ты сказал, ведь не важно, что, а как. А я тебя услышала, я поняла, да и ты далеко не дурак. Снова стою одна, снова курю, мама, снова, а вокруг тишина, взятая за основу. Снова стою одна, я снова курю, мама, снова, а вокруг тишина, взятая за основу. Блин, какой печальный момент. Вот как тут не спросить, где стакан? Да вроде бы нашли пятый элемент, разделив его напополам. Да не важно, что ты сказал, ведь не важно, что, а как. А я тебя услышала, я поняла, да и ты далеко не дурак. Снова стою одна, снова курю, мама, снова, а вокруг тишина, взятая за основу. Снова стою одна, я снова курю, мама, снова, а вокруг тишина, взятая за основу.
Ես չեմ պրոպագանդում ծխել է, պարզապես երկի բարերն են ինչ արած։ Если бы ты знал, как мне жаль, если бы ты знал, как болит, если бы ты видел печаль мою в лицо, ты бы узнал, что она говорит. Да не важно, что ты сказал, ведь не важно, что, а как. А я тебя услышала, я поняла, да и ты далеко не дурак. Снова стою одна, снова курю, мама, снова ясень, а вокруг тишина, взятая за основу. Снова стою одна, я снова курю, мама, снова, а вокруг тишина, взятая за основу. А вокруг тишина. Пара-пара, 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 пара-пара. Ափսոս ինձ էլ չներքեցիր։ Մյուս անգամ։ Բրավո։ Շատ։ Յանա ջան, շնորհակալ եմ։ Մեկ անգամ Շնորհակալ եմ քեզ անչափ հրավերքս չմերժելու համար, այս հրաշալի երեկոյի հրաշալի երգի համար եւ իհարկե սպասում ենք նորանոր պրեմիերաներով եւ իհարկե մշտապես քեզ իհարկե կսպասենք մեր տաղավարում։ շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսպիսի բարձր տրամադրությամբ մենք ավարտում ենք այսօրվա Armenian Evening եւ իհարկե անպայման կհանդիպենք ընդամենը 1 շաբաթ անց։ Իհարկե MJ հեռուստաընկերության ուղիղ եթերում առողջ եղեք։ Ոնց էր ասում, «Я стою одна». Ռարարանդանա։ Ահա, այդ վերցում սկսեցի։ Անջատեք, անջատեք։ Պարապապա։ Պարապապապա։ Օ! Նորից Նախագծի հովանավոր 911 Detox Center